Հարգելի պարոն նախարար, թանկագին բարեկամ, ուրախ եմ ողջունել ձեզ եւ ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում։ Այս այցը հարգելի գործընկերներ նշանավորվեց ֆրանսիացի գործընկերոջս հետ մտադրությունների մասին հռչակագրի ստորագրմամբ, որը նախատեսում է ավելի սերտ համագործակցություն մեր երկու գերատեսչությունների միջև, ներառյալ քաղաքական երկխոսության խորացում, պարբերական խորհրդակցությունների անցկացում, արտերկրում գործող մեր դիվանագիտական ներկայացուցչությունների միջև փոխգործակցության ավելացում, համագործակցության եվրոպական եւ այլ գլոբալ միջազգային հարթակներում։ Եվ նաեւ ուզում եմ ասել, որ շատ կարեւորում ենք այն հանգամանքը, որ նախարարի այցը տեղի ունենում նաեւ հենց Երևանյան երկխոսության օրերին եւ այդ ֆորումի շրջանակներում մի ուղղություն, որտեղ մեր գերատեսչությունների միջև համագործակցությունը արդեն իսկ կայացել է եւ հետագա այդ խորացումը այդ համագործակցությունների կարող է նոր գաղափարների կյանքի կոչման գրավական դառնալ։ Ուզում եմ իհարկե անդրադառնալ այն թեմաներին, որոնք այսօր առիթ ենք ունեցել քննարկելու։ Իհարկե առաջին հերթին քննարկել ենք Հայաստան-Ֆրանսիա հագեցած երկկողմ օրակարգը եւ մեր համատեղ ձևավորած խճանկարը մեր հարաբերությունները որպես ռազմավարական գնահատելու հիմք է տալիս, կարող եմ ասել, միաժամանակ գետնի վրա մեր գործընկերությունը տալիս է շատ կոնկրետ արդյունքներ, ինչպիսին է օրինակ Վեդի նորակառույց ջրամբարը, սա իհարկե միակ ծրագիրը չէ, որը Ֆրանսիան նպաստում է Հայաստանի Հանրապետության դիմակայության ամրապնդմանը եւ նաեւ տնտեսական զարգացմանը։ Մենք համագործակցում ենք այնպիսի ոլորտներում, որոնք մի քանի տարի առաջ նույնիսկ չէին էլ կարող քննարկվել, եւ այստեղ ուզում եմ իհարկե արժանին մատուցել մեր երկու առաջնորդներին, վարչապետ Փաշինյանին եւ նախագահ Մակրոնին, ում միջև ձևավորված գործընկերության շնորհիվ է նաեւ, որ մեր կարող ենք այսպես մեծ հսկայական քայլերով առաջ մղել Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունը, որը ունի իհարկե իր հիմքերը, որը խարսխվում է նաև պատմական համակրանքի եւ ժողովուրդների միջև բարեկամության եւ սիրո վրա։ Նաև ի թիվս ոլորտների, որոնք այսօր քննարկել ենք, մտնում են նաև եւ կարող ենք նշել ենթակառուցվածքները։ Մենք ուրախ ենք տեսնել, որ ֆրանսիական հետաքրքրությունը Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում, կառուցման գործում աճում է եւ ելի հուսով եմ առաջիկայում շատ շոշափելի եւ կոնկրետ նորություններ կունենանք, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը իր հերթին միտված է նպաստել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն շրջանների զարգացմանը եւ դրանց դիմակայունության ավելացմանը եւ այս համատեքստում կարեւորել ենք ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացումը, այստեղ էլ առաջիկայում պետք է որ լավ նորություններ ունենանք շատ կոնկրետ